առիթով մեզ անհրաժեշտ է հիշել, որ Աստված երբեք մեզ միայնակ չի թողնում, մեր տոկունությունը կախված չէ մեր ուժից, այլ նրանից, որ Աստված մեր կողքին է։ Վախը բնական և հաճախ անխուսափելի զգացում է։ Ով չի զգացել վախը անորոշության կամ դժվարությունների առջև։ Սակայն Աստված մեզ կոչ է անում ապրելու այնպես, որ վախը չսահմանափակի մեր գործողությունները, չկապի մեզ և չխանգարի առաջ շարժվել։ Կյանքը առանց վախի ենթակայության գաղտնիքը նրանում չէ, որ խուսափենք բոլոր դժվարություններից, այլ նրանում, որ վստահենք, ինչ էլ որ տեղի ունենա, Աստված մեր կողքին է։ Քանի որ Աստված խոստացել է՝ մի վախիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Այսպես արտահայտությունն ունի հսկայական ուժ։ Պատկերացրեք փոքրիկ երեխային, որը վախենում է մութ սենյակից, սակայն երբ նա բռնում է իր ծնողի ձեռքը, վախը կորցնում է իր ուժը։ Ինչ է փոխվել։ Ոչ թե սենյակը, այլ այն վստահությունը, որ այլևս մենակ չէ։ Նույնը վերաբերվում է նաև մեզ։ Կյանքը կարող է լինել վախեցնող և անորոշ, բայց Աստծո ներկայությունը մեզ տալիս է այն քաջությունը, որը անհրաժեշտ է ամենադժվար պահերը հաղթահարելու համար։ Եկեք լինենք այն երեխան, որ վստահաբար բռնում է իր ծնողի ձեռքը և քաջալերվում։ Արիացիր և քաջ եղիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է, ուր էլ որ գնաս։